եւ Լիվի Հովհաննիսյանի այս պահին հանրապետության երրորդ մասնակցողը Ընտրապարանի Արամ Գրիգորյանի եւ Լիվի Հովհաննիսյանի հարիթ ունեցել եք երկար հարցազրույց Վերջին մեղադրանքի մասին, պարոն նախագահ, այս վերջինից Բաղդասարը խնդրեմ նաեւ անդրադառնաք Հայաստան Պարոն նախագահ, կսպասեիք, որ ձեր հարցազրույցը այդքան մեծ ռեզոնանս կառաջացներ եւ մարդիկ օրինակ գիշերները քուն չէին գա եւ առավոտյան ստատուսներով կարձականքեին։ Ես ընդհանրապես 3-4 առաջ շատ երկար հարցազրույց եմ տվել։ Հանգիստ առանց ջղաձգումների պատասխանել եմ ինչպես Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, այնպես էլ մեր հայրենակիցների շատ հարցեր։ Թույլ տվեք, ունեմ 3-4 օր էլ ծանոթանամ արձագանքներին, նոր բոլոր ձեր հարցերին կպատասխանեն ինչպես միշտ։ Բայց առավոտ Կանուխ Փաշինյանը արդեն արձագանքել էր ձեզ հենց հարցազրույցի հաջորդ օրը։ Բայց ամեն մարդու պրոբլեմը չի։ նախագահ այս վերջին մեղադրանքով, այս մեղադրանքով չեն ուզում ասել ձեր գնահատումը։ Հայտնի փաստա, դա առանձին մեղադրանք է, վստահ եմ, որ այդ գործերը միացնելու են այս գործերից մեկին։ Պարոն նախագահ, 2019 թվականին Փաշինյանը հայտարարում է, որ որևէ թուղթ չկա սեղանին, հետո հիշեց, որ թղթեր կան, դրանք ցակուցրիվ են։ Հիմա էլ ասում է, որ այսպես հետ չներվեք, գտնելու եւ սքան է անելու, տարիներ շարունակ սքաներ չկար։ Կարևորը այդ չի, կարևորը այն է, որ կարողացանք կորզել գոնե խոստում, բանակցային փաստաթղթերը հրապարակելու։ Տեսնենք։ Շնորհակալ եմ։ Ես մի հարց եմ, իշխանությունը ձեզ մեղադրում է նրա մեջ, որ դուք եւ Ադրբեջանի իշխանությունները միևնույն մեղադրանքներ եք հիշեցնում իշխանության հարցերին եւ այլն։ Չի սեփական անձնարարությունը ուրիշներին այսպես վերագրել։ Դե ասում են դուք ձեր բյուջեն եք ավելացրել ռազմականի փոխարեն։